Գոռում ողբում է դստերմահը պաղեստինցի այս տղամարդը, գրկից բաց չի թողնում նրա սառած մարմինը, վերջին անգամ ոտքերն ու ձեռքերն է համբուրում։ Կրակ է թափել Իսրայելը Գազայի խաղաղ բնակչության վրա։ Վերջին 24 ժամում ավելի քան 140 պաղեստինցի է զոհվել, 500-ը վիրավորվել։ Ցահալը նոր ռազմական օպերացիա է սկսել Գեդեոնի սայլակներ անունով։ Պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ մահաբեր հարվածներից տուժել են Բեյթ Լահիայի բնակելի թաղամասերն ու Ջաբալիայի փախստականների ճամբարը։ Հիվանդանոցներում իսկական քաոս է, զոհերի հարազատները տոպրակների մեջ են փաթաթում իրենց հարազատների մարմինները, որ հողին հանձնեն։ Հարյուրավոր վիրավորներ ու անհետ կորածներ կան։ Բժիշկները չեն հասցնում առաջին օգնություն ցույց տալ վիրավորներին։ Տասնյակ մարդիկ դեռ փլատակներում են եւ մենք գործիքներ կամ սարքավորումներ չունենք նրանց դուրս բերելու համար։ Իսրայելական հրթիռակոծությունից վիրավորվածների համար նույնիսկ բավարար քանակությամբ մահճակալներ չկան, նրանք սառը գետնին են պառկած մահացածների կողքին։ Պաղեստինցիների ողբերգությունը խրախճանքի են վերածել Իսրայելում։ Քնեսեթի падգամավոր Թասֆի Սակուտը գլուխ է գովել, թե Ցահալը ինչ սպանդ է արել Պաղեստինում։ Այսօր մենք 100 պաղեստինցի ենք սպանել եւ աշխարհին դա ընդհանրապես հետաքրքիր չէ։ Գազայի բնակիչները նորից բռնել են գաղթի ճանապարհը, պաղեստինցիները հավաքել են ունեցած-չունեցածներն ու ճամփա ընկել։ Իրենց միակ փոխադրամիջոցներով, էշերով, երբեմն էլ կիսախարխուլ մեքենաներով։ Գազայից փախչում են անկլավի արևմտյան շրջաններ, հույս ունեն գոնե այնտեղ կկարողանան փրկել իրենց կյանքը։ Մենք հազիվ ենք ապրում, զգում ենք, որ կենդանի չենք։ Մահը ավելի հեշտ կլինի, քան մեր կյանքը։ Մենք տառապում ենք սովից, պաշարումից եւ փողի պակասից, եւ ոչ ոք մեր մասին հոգ չի տանում։ Ես արդեն 10-րդ անգամ եմ տեղահանվել, 10 անգամ, եւ ամեն անգամ մենք նույն տառապանքի միջով ենք անցնում։ Տեղեկություն կա, որ Ցահալը 70,000 զինվոր է ուղարկել Գազա ռազմական գործողություններն ընդլայնելու համար։ Հասմիկ Սերոբյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։